հարցում դարձնեն։ Երբեմն ասի բանը, բայց միջին տիպը ասեմ, որ մարդիկ բստիկները շատ հարցում դարձնեն, ասի շատ կարևոր է, որպեսզի անոնք աճին եւ զարգանան իրենց մտային աճումը կարևոր է ադոր համար եւ իրենց ընկերային աճման մեջ կարևոր է, հարցում հարցնելը շատ կարևոր է։ Եվ երբ այսօր մասին կմտածեի հարցում հարցնելու մասին, կտեսնենք, որ հարցում հարցնելը աստվածաշունչ սերդելու մեջ շատ կարևոր է։ Ցևերեն մեկն է, որ աստվածաշունչը սերդելու, որ հարցում հարցնենք։ Երբ որ մեր մտքի մեջ բան գա, կհարցնենք եւ ադի կփնտրենք աստվածաշունչի մեջ։ Շատ ցևեր կա աստվածաշունչը սերդելու։ Թերևս կգնանք թեմքեր առնել, հերոսներ առնել սերդել, կգնանք նշանավոր թեփքեր առնել սերդել, կգնանք թերևս word study գսեն, փարը միտքիդ մեջը գա, այդ փարը գետաս եւ գնայիս որ ինչ իմաստուն է։ Եթե բնությունը գսիրես, ինչպես քալելը ռոզիգը սա բնությունը գսիրես, բնության մեջ են բաներ գարնես, օրինակ լերները աստվածաշունչի մեջ որ լերան վրա ինչ պատահեցավ եւ ադի ինչ էր, ինչ արդյունք տվավ։ Կամ ծովեզերքը, կամ ասանք բնության ո՞ր է մեկ բան, ծառերը աստվածաշունչի մեջ շատ բաներ ունին։ Եվ երբ որ այսօր մասին կմտածեի հարցում հարցնելու մասին, իրապես հարցում հարցնելը շատ կարևոր է որպես բանալի մեր հավատքի աճման եւ հավատքի հաստատման համար աճելու մեջ։ Անկոր հարցում կհարցնե, դքետ է 5 վայրկյանվա համար, անկոր հարցում չհարցներ, դքետ է 5 վայրկյանվա համար, անկոր հարցում կհարցնե, դքետ է 5 վայրկյանվա համար, անկոր հարցում չհարցներ, դքետ է արհավետ, միշտ դքետ կմնա։ Եթե Հիսուսի կյանքին նայենք, քանի որ մեծ վայր է եւ այսօր Հիսուսի վերջին ավակ շաբթվա կյանքին մեջը պիտի կենտրոնանանք, ում պիտի նայենք, ավելի կտեսնենք, որ Հիսուս ավետարաններում մեջ 187 հարցումներ իրեն հարցված է, Հիսուսի հարցուցած են, բայց Հիսուս պատասխանած է միայն 8-ն, եւ ինքը իր կարգին հարցուցած է 307 հարցումներ իր շուրջիններում, դարբեր արիքներու, դարբեր մարդոց։ Երբ որ այսօր մասին կմտածեի, արդյոք ասի, որ այս վերջին շաբթվա մեջ Հիսուս ինչ հարցումներ հարցումներ դա որ հարցուց այս վերջին շաբթվա մեջ։ Եկեք այդ հարցումներուն անդրադառնանք մեկ հատ, որ նայենք ինչ հարցումներ հարցուց Հիսուս այդ վերջին մի քանի օրերուն մեջ։ Եկեք աղոթենք։ Սիրելի հայր, շնորհակալ ենք քո ճշմարիտ խոսքիդ համար, որ օգտակար է սորվեցնելու, հանդիմանելու, շտկելու եւ մեզ արդարության շիտակ ճամփում մեջ քայլելու համար։ Օգնեմ ես եւ նորոգեմ ես քո խոսքով ով Տեր։ Մեր փչին անունով գաղութենք, ամեն։ Ուրեմն, երբ որ այս նույնի մասին կմտածեի հարցում հարցնելու մասին, միտքս այս երկի եկա, որ ուզեմ սկսես այս երկով, որ իրապես հարցում մը կհարցնեմ եզի, կարևոր հարցում մը կհարցնեմ, գսե, գարտացիր խաչին պատմությունը, որ Տեր Հիսուս մերա, գարտացիր ինչպես ծրին կրխուն բսակ մոկուշերեն, ասավ հայր ադոնց դուր թողություն, չենք իդեր ինչ կնեն, գարտացիր Հիսուս ինչպես կեզի համար կոչեց կդարվեցավ, տուն ասիր շնորհակալ եմ, ով Տեր շնորհքիդ համար անպավ։ Առաջին հարցումը, որ Հիսուս մեզի կհարցնե գուկա, Հովհան ու 10-րդ գլխուն 13-րդ համարեն։ Գիտեք ինչ ռիցեզի։ Կհիշեք ասի մի քանի կարծեմ 8 տարի առաջ էր, 7 տարի դիգին ես Պերուտ էի ասի համաշխարհային աղոթքի օրվան նյութն էր։ Գիտեք ինչ ռիցեզի։ Այս հարցումը Հիսուս կհարցնե իր աշակերտներուն, երբ որ ինչ կնեն, ոտեն լվայի ադեն, երբ որ իրենց ոտքերը կլվա։ Եվ այս հարցումը կարծես թե կհարցնե իրենց ցնցելու համար։ Ոտքերը կլվա, կվերջացնե, եւ մեկ հատ ասանք կսե, որ գիտեք ինչ ռիցեզի, քանի որ սիրելիներ աշխարհի վրա օրենքը կամ սիստեմը ադե որ մեծը այդ անցն է որ որքան սրվիս, որքան սպասավորություն կստանա, բայց ոչ թե որքան սպասավորություն ծառայություն ուտա։ Հիսուս կարծես թե այս իր թագավորության, իր ընկերության կամ իր աշակերտներու ապակայի այդ պատկեր մգծկեն, նոր իմաստ մգծկեն, որ իրենք ինչպես ըննալու է իրենց գաբը իրարու հետ, ինչ շարժարիթով ընելու են ինչ որ գնեն։ Եվ ադիգա հիմնված է մաքրության վրա,
մեղքերու մաքրության վրա։ Գացես Հիսուսի ղենչակը գաբելը եւ ածունգի կալով իրենց ոտքերը լվալը իրենց կպատրաստե խաչին, որպեսզի տեսնեն, որ ինչպես խաչին վրա Հիսուս մեր իրենց աղդոտ սրտերը լված եւ այդպես իրենք նույնպես անեն, իրենք ծառայությամբ անեն եւ ինչ որ պիտի անեն։ Քանի որ սիրելիներ մեր մեջը բոլորս պետք է ընդունենք, որ մեր մեջ այդ հպարտությունը գա, չէ՞։ Եվ այդ հպարտությունը մեզի կփորձե շատ մատեններ։ Հիսուս համար Աստված ուզեց սորվեցնել։ Գիտեք ինչրի ցեզի։ Նույնիսկ մեր եկեղեցիներում մեջ, մեր ամեն տեղ գա, երբ որ մեկում անունը չհիշվի, գսեն ուր է անունս չէ կրված, երբ որ մեկը հերացան չփանան, գսեն օ, հերացան չփացիր, բարև չդվիր, երշախումբի մեջ սոլո չդվիր, եւ շարքը կշարունակվի։ Մեր երբ որ իրավունքը գսեպենք կամ արժանապատվության գտնա եւ դեռ մեր հպարտությունը հոն մեջտեղ գելը։ Աданք երբ որ արիտներ, աданք վիճակները լասիրելիներ միշտ երբ որ փորձությունը ունենան, հիշենք Հիսուսի պատկերը, որ ինչպես ոտքերը լվաց եւ սա գիտեք ինչրի ցեզի։ Երկրորդ հարցումը Ուգաս 28:46 ինչու կգնանաք։ Ոդենավայեն վերջի երբ որ կնաց եւ Ծիպենյացները աղոթեց Գեթսեմանի բազեզի մեջ Հիսուս 3 աշակերտները արավ եւ աղոթեց եւ իրենց ախնդրեց որ աղոթեցե գսա բայց անոնք կտեսան որ կնացել են եւ ինչու կգնանաք արթուն գեցեք աղոթ կրեք որովհետեւ փորձության մեջ չմտնեք սիրելիներ հոգեվոր թուլությունը կամ հոգեվոր քունը առանց աղոթքի գծկեն մեզի եւ երբ որ առանց աղոթքի մնանք Անոր հետևանքն է անգում մահ, այսինքն շիտակինանք եւ դգարություն։ Հաղթական կյանքի համար սիրելիներ անհրաժեշտ է, շատ պայման է, որպեսզի աղոթքի կյանք ունենանք։ Կարծես թե աղոթքը մեր օքսիգենն է, ուժը կուտա։ Եվ ճիշտ Հիսուսի այդպես եղավ։ Իր դարաբանքի մեջ երբ որ փնտրեց, աղոթեց, Աստծո անցնեց եւ Աստծո կամքը փնտրեց, հոներ որ ճիշտ հրեշտակը եկավ եւ զորացուց իրեն գսել։ Մենք ամեն օր այդ զորության պետք ունենք, որպեսզի Աստված մեզ զորացնե աղոթքով իրեն հանձնվելու։ Ամեն։ Երրորդ Տարու Սիպրիան այսպես ասաց է. Եթե անոր մեղավոր է, մեղավոր չէր եւ աղոթեց, հապա որքան ավելի մենք, որ մեղավոր ենք եւ աղոթելու ենք։ Երրորդ հարցումը Մատթեոս 26:55 Այս ջլիկ մի քանի համարներում մեջ է, որ Հիսուսի այդ վերջին բահը գուկա գծերպագալեն, Հիսուս ոս քանի հարցումներ կհարցնեն։ Մատթեոս 26:55-ի մեջ կսե, իբր թե ավազակի վրա եկավ սուրերով, փյուրերով, զիսպրնելու, ամեն օր դաջարին հետ մեջ ցեզի հետ էի, գնստեի, գուսորվեցնեի, ես իս չպրվեցի։ Ավազակի վրա եկավ կսե, չտեսան անոնք, որ ինչպես Հիսուս գուսորվեցներ դաջարին մեջ և արիթ ունեին։ Սիրելիներ մենք արդյոք իրենք ուզեցին, որ ամփոխով, խումբով, մեծ խումբով, բազմությունով կար, որպեսզի ամեն մեկուն արածը հայտնի չլա։ Սիրելիներ, ինչ որ մենք մեր առանցության մեջ կնենք պատասխանատու ենք եւ ինչ որ մեր ամփոխին խումբին հետ կնենք, մեջը կնենք նորեն պատասխանատու ենք։ Երբեմն շատ պատերներ գդարվենք խումբի մեջ կգարձենք, որ ադիվի չեր էլի։ Բայց ասիկա այս հարցումը կգան չէ, որ մենք հավատարիմ անանք։ Հետո կսեմ, որ երբ որ կտեսնեմ, որ մեծ խումբ զինվորներ եկան իրեն փռնելու, ցերպակալելու, այդ խումբը կտեսնենք, որ քանի բաներ է բաժանված է, կսե քահանայապետեր, փարիսեցիներ, սպասավորներ։ Այդ ադեն դաջարը իր հատուկ հսկիչներ ուներ, գիտենք պոլիսը, օֆիսերներ ուներ, ադյանը ուներ, ադյանը իր հսկիչները ուներ և արաբետ ասոնց վրա եկած էր մեծ խումբը հրովյակցի զինվորները եկած էին։ Այդքան մեծ խումբով եկած էին, որ ասի ինչ կնշանակի ավազակ մփռնելու եկած էին, եթե մեծ զինյան փանախն եկած էր Գալիլեացի ադաղցակորձ մփռնելու։ Ինչ կնշանակի ասի։ Հաջորդ հարցումը նորեն նույն գլուխեն գուկա, 26-րդ գլուխեն, 50-րդ, 54-րդ համարը, կգարձես թե չեմ գրնել հիմա իմ որս աղաչել, որ ինձի հասցնե
12 քունտե ավելի հրեշտակներ։ Բայց ինչպես պիտի կդարվի գսե այդ գրվածը, թե պետք է այսպես լա։ Դեր Հիսուս սիրելիներ պատրաստ էր Աստծո կամքը հաջողցնելու։ Եվ ամեն եւ պատրաստ էր, ինչպես ասենք հրեշտակները կային եւ իրեն ազատեին, բայց Հիսուս ուզեց մեզ ազատել, փոխանակ ինքնին ազատել։ Եվ այդ էր քերակույն զոհողությունով զոհվեցավ։ Երբեմն սիրելիներ որպես մայրեր, որպես հավատացյալներ, երբ որ զոհողություններ դնենք, ադիկալ երբեք բարավի պիտի չանցնի Աստծո առջև։ Երբ որ Աստծո աչքին մեծ արժեք ունի ադիկալ։ Ինքերոտ հարցումը ով կփնտրեք։ Եվ այս հարցումը Հովանու 18-րդ գլխուն մեջ է, որ ոչ թե մեկ անգամ, երկու անգամ կհարցնենք, ու կան իրեն փրվելու, ինքը արջև երթա, աշակերտները հետ են, ինքը արջև երթա, գսե ով կփնտրեք։ Եվ այս ով փնտրելու ու այդ որ գսե, իրեն գսե Նազովեցի Հիսուսը կփնտրենք։ Եվ ինքը գսե ես եմ, ինքը արջև երթա եւ ինքը արջև գտնե։ Առանց վախնալու եւ կտեսնենք, որ Աստծո մեջ որքան քաչություն կա։ Հիսուս որքան քաչ էր, որ այս քայլը գարնի։ Իրեն համար հարց չէ։ Եկած են քանի 100 զինվորներ չեմ գիտեր, մեծ քունտը եկած էր, քանի տեսակ ոստիկաններ եկած էին, եւ ինքը առաջ երթա գսե հոս եմ, ես եմ։ Կտեսնենք իր քաչությունը, կտեսնենք իր հնազանդությունը, գադարյան հնազանդությունը Աստծո եւ կտեսնենք նույնիսկ իր պաշտպանող այդ հոգին, որ գսե ահա հոս եմ գսե անոնց մի տպնակ։ Ինքը արջև երթա, որպես իր աշակերտները պաշտպանե, որպես աշակերտներուն վնաս չհասնի։ Եվ ամենաբանը, որ կտեսնենք այդ պատկերը, երբ որ ես եմ գսե, գացես թե մեզի կդանի այդ Ելից քրքին 3-րդ գլխուն 14-րդ համարի մեջ, երբ որ Աստված իր անունը կհայտնե Մովսեսի եւ գսե ես եմ։ Հովանուի մեջ քանի անգամ գսե ես եմ որդը, ճշմարիտ որդը, ես եմ թուրը, ես եմ քարի հովիվը, ես եմ ճամփան ճշմարտությունը եւ կյանքը, ես եմ հարությունը եւ կյանքը։ Եվ այսպես եւ վերջավորության, երբ որ Հովանու պայթություն Հովանու երթանք եւ հոնա կտեսնենք, որ գսե ես եմ առաջինը եւ վերջինը, որ էր եւ որ է եւ որ պիտի կա ամենագարի։ Երբ որ Հիսուս ես եմ գսե, կտեսնենք մեջ այդ եղինակությունը եւ իրենց անդրադարձը կտեսնենք, որ իրենք յետև քացին եւ քեդին ինգան։ Քեդին իջան։ Այդ բոլոր հսկա զինվորներու խումբը զենքերով, նիզակներով, որ ամեն ուժ իրենց ձեռքերում մեջ է հանգած բացան քեդին ինգան։ Եվ Երևս երկրպագություն էր ադիկա, որպես դեր Աստված ամենագար իրենց արջև կեցած էր։ 6-րդ հարցումը, Մատթեոս 26-50-րդ համարն է նորեն գսե, ընկեր, ինչու համար եկարտուն, որը գսե ասի, հութայի գսե, այո, ընկեր, ինչու համար եկարտուն հոս, ինչ կնես հոս։ Եվ կտեսնենք մարդկայ, արդյոք հութան աս հարցումին պիտի պատասխաներ, ինչ պիտի պատասխաներ։ Գայր մարդկային ամենահարաբերություններում մեջ ամենաթարմ եւ ամենասոսկալի թավաջանությունը կտեսնենք հոս, անարդարությունը կտեսնենք, բայց տակավին արդյոք հութան ինչ պիտի պատասխաներ։ Եթե հութային մեջը մտնենք, ասանք, մխրջվենք իր անձին մեջը, արդյոք ինչ կա իր մտքին մեջը, ինչ շարժարիթով այս քայլը արավ։ Արդյոք անհամբեր նախանցախույս մներ, որ ուզեր, որ Հիսուս կամ Հիսուսի ստիպեր, որպես զինյալ մեսիամը մեջտեղ կա եւ հայտնենք զինքը, հայտարարենք զինքը, որոնք կխորին, որ ակավությունն էր, որ ադիգա ցկեց, որ այդպես է, որոնք կսեն չարի մարմացումն է, բայց ինչ որը չենք գիտեր, այդ ետին գեցած իր շարժարիքը, բայց եկեք նայենք Հիսուսի, կսե Հիսուս ինչ կսե, ընկեր, ինչու եկար, բարեկամ, ընկեր գսե, ինչու եկար, իրեն թավաջանողին բարեկամ գսե։ Կտեսնենք, որ Հիսուսի սերը բնավ չինար, Կորինթացի 10-րդ գլխում մեջ ինչպես որ սերը բնավ չինար, Հիսուսի սերը երբեք չինար սիրելիներ եւ անփոփոխ է, չփոխվիր։ Գացեք Հիսուս ընկեր ասելով իրեն վերջին կամ արիթմը գուդար, որ Հիսուս թարնա իրեն, հութա թարնա իրեն եւ հութա արիթմը ունենա, որ նորեն իրեն ներում շնորհվի։ Գացեք ադանք արիթմը գուդար, բայց
կտեսնենք, որ հութա ուրիշ աշխարհի մեջ էր։ Մենք ասիրելիներ քիչ առաջ ինչպես որ շատերս Ռոզիկը դիշը որ շատեր ախորժելի չեն սիրելու ենք, այո։ Բայց երբ որ փորձության արժևը լանք անցիմը որ երբեմն ասխոսքը գա դուրս չի գալիս կսեմ։ Մեր խոշին չի կար կամ մեր մեզի հագարակ է կամ չեն կրնար ասեմ մարսել կամ շահի այդ Հիսուսի հարցումը դիշենք ընգեր, թուն ինչու հոսես և մենք մեր գարքին պարեգամը լակ, ընգերը լակ յոթերորդ հարցումը գսե Մարգոս 15:34 մեջը Աստվածին ինչու զիս թողուցիր Գրեսենք ինչպես 12-ին մինչև 3 խավար եղավ և ամեն գոմ մտնցավ և Հիսուս վերջին իր ցայնը բաներով պարսվածուց և ասավ Աստվածին ինչու զիս թողուցիր այս հարցումին մեջ շատ խորուրդ մգա որ թերևս իրականության մեջ չենք հասկնալ ճիշտ ինչ էր որ Հիսուս ըսկաց այդ բաղում տարբեր տեսակ ածածություններ կան բայց այս միակ անգամն է որ ավետարաններում մեջ կտեսնվի որ Հիսուս Աստծո հայր չսեր Աստվածին ինչու զիս թողուցիր կսեր և այս հարցումը որ գնե կա Սաղմոս 22-ին Սաղմոս 22-ը գարցեք եթե գարթակ, կացեք տունը և գարթացեք երկար Սաղմոս մնը 31-30 քանի համար է այսօր արդու գարթացի գարցեք թե ասանք մեջի հյուսված է խաչելության պատմությունով խաչելությունը գարցես կնգարակրել Աստվածին ինչու զիս թողացուր է կսեր առաջին համարը մորալուստ ադենը իմ աղագիս ադենը ինչու չլսեցիր, ինչու չպատասխանեցիր վերջը կնգարակրել որ ինչպես իրեն վրա զաղր գնեն ինձի զաղրեցին կսեր, ինձի համարեցին իմ հագուստներս վիճակի թրին և այսպես կնգարակրել իր չարչարանքը վերջավորություն կծծնե որ ինչպես Աստված թագավոր է հաղթական թագավոր է ճիշտ կարծեք վիշտով կսկսի և հաղթությունով կվերջացնե խորդ սորերում մեջը ցած տեղեր կսկսի և բարձունքներում վրա կվերջացնե շատ գեղեցիկ Սաղմոս մն է կարծես թե Հիսուս այդ Սաղմոսը կգրտներ ինչ բացատրություն կուտակ եթե մեկը չարչարանքի մեջ ահավոր չարչարանքի մեջ և ինքը բանաստեղծություն գսե բանաստեղծություն երբ երկե և Աստծո կհանցնե իրապես դարօրինակ պատման է որ Սաղմոս ինչպես մխրջված է խաչելության պատմության հետ Եվ թե արդյոք աշխարհի մեղքի ծանրությունը, ինչպես որ Ռոզիկ հիշեցիր, որ այդ մեղքերուն ծանրությունը ամենը գնաց խաչին վրա, խաչին առջև, երբ որ կան, մեր մեղքերուն ծանրությունը ամենը գերտա, Հիսուս կտանի, քանի որ ամենը իր վրա գարն է այդ ծանրությունը, արդյոք այդ բոլոր ծանրությունը ըսկաց, եւ ադոր հետևանքը ըսկաց Հիսուս, որ Աստուծո մեկ բաժանում կնշանակե մեղքին հետևանքը Որքան սոսկալի, որքան ծանր բերի մեջ է։ Երկրորդ Կորինթացիս 5-րդ գլխում 21-րդ համարը ճիշտ ասի գսե, ամբոր մեղք չէ, գիտեր գսե, անցանք չուներ, մեզի համար մեղավոր սեպեցավ գսե։ Հիսուս այդ բոլոր բանը իր ուսին վրա առավ, մեր բոլոր մեղքերում փերը ծանրությունը։ Հովանու 20:15 Ողին Ինչու գուլաս։ Մենք որ քանի անգամներ եղած է որ մենք հարցում տապած ենք տարբեր վիճակներում մեջ, տարբեր նեղություններում մեջ։ Եվ այս հարցումը անգամը եւս կուկա մեզի, ինչպես որ Մարիամի եկավ։ Ողին ինչու գուլաս։ Մարիամ կացած էր քերեզմանին որպեսի ատխունգերը բաները պատրաստած էր, որպեսի երթա եւ Հիսուսի օծե եւ հոն դեսնե երկու հրեշտակներ։ Չկա Քերեզմանը բաց է, անագնգալի ուկա, գվախնա, և ոչ թե միայն գուլա, լացի մեջ է, քանի որ սուքի մեջ է, հուսահատության մեջ է և վախի մեջ է, խարն
շփոթած վիճակի մեջ, շմարած վիճակի մեջ է, որ փոփը աչքին աչքեր չի տեսներ, թիմացինը բարդեսբանն է, բահաբանն է, ով է թիմացինը չի գիտեր։ Եվ երբ որ Հիսուս կսե, ինչ կսե իրեն, ով գին ինչու գուլաս, ով կպնդրես կսե, տարեն չջանչնար, երբ որ կսե Մարիամ, երբ որ իր անունովը կգան չէ, այն ադեն գարձես վայպրները գաշխատի, ամեն կսկսի աչքերը մակրվիլ, միտքը մակրվիլ և կսկսի ամեն պան մակրվիլ, ավելի ասան կսկսի հստակ տեսնել և հոն է որ կջանչնա իր դերը, Հիսուս կջանչնա, և ինչ կսե Ռաբբոնի, Ռաբբի և որ կսեն, ինչ կնշանագի, ուսուցիչը, բայց երբ որ Ռաբբոնի կսե շեշտ մգահոն, հատուկ շեշտ մգա, որ ուսուցչապետս իմ ուսուցիչս ես, և հոն կսկսի և Մարիամի և Հիսուսի միջև դարբեր ասանք նոր գապմա, նոր պեջմա, նոր պամը կսկսի Հիսուսի մեջ և Հիսուս ինչ կսե կնա եղբայրներուս ըսե կսե որպեսի իրեն ծարվատմե և ինքը վազելով գերտա որպեսի այդ լուրը դա, դերը դեսա կսե գերտա այդ լուրը գուդա և իրականության մեջ այս փորձառությունը որ Մարիամ ունենա անգտնելի է, դուպլիկետ չլա, որ ոչ մեկուն եղած է այս փորձառությունը սիրելիներ։ Բայց Հիսուսի հանդիպինը այս փորձառությունը ցեզ մեջ շատեր եւ մենք բոլորս ենք ունիկ այդ փորձառությունը եւ գաղութենք եւ կպատմենք, ինչպես Մարիամ պատմեց, որ ուրիշները, մեր սիրելիներն ունենան այդ Հիսուսի անձնապես հանդիպելու փորձառությունը, որ ամեն բան կփոխի։ Հովանուն 21-րդ համարին 15-րդ գլխում 15-րդ համարը Օսկարը որ հարցում մգացնե, որ ամենքս շատ ուշադրությունը ներու ենք, զիս կսիրես կսե, որը կսես Պետրոսի երբ որ գերեվի իրենց և իրենց նախաջաշ կպատրաստե, ծովեզերքը, և հոն գտես չէ, որ մի քանի աշակերտներ կացած էին ծկնորսության վերադարձած էին, կսե որ զիս կսիրես, և քանի անգամ կհարցնե, 3 անգամ, և ասի Պետրոսի կնեղացնե, գարձես թե գիշե որ ինչպես ինքը ուրացավ իրեն 3 անգամ և ատի շատ կնեղացնե իրեն, բայց Հիսուս երբ որ կհարցնե, ամեն անգամ որ կհարցնե, ինքը ամեն անգամ որ կպատասխանե, Հիսուս կսե արաձե կարմերս, խնամեն, հոգ տար իմ եկեղեցիս, հոգ տար իմ ժողովուրդիս, և այս է պատկերը, և հստակ է ասիգա, երբ որ մենք Հիսուս կսիրենք, պատրաստ ենք օգնելու իրարու, պատրաստ ենք սիրելու, այնպես կերևի մեր Հիսուսի սերը։ Եվ Հիսուս, երբ որ Պետրոսի ասիկը հարցնե, ոչ թե կսե Հերավս Պետրոսի մեջը գար դիրելու պապակը, որ ինքը եկեղեցին դիրե, բայց Հիսուս կհրավիրե, որ եկեղեցին սիրե և եկեղեցին ողտան։ Ոչ թե սուրը, այլ կավատը արնե, քան կավատը արնե։ Եվ նշանագի ասի ծառայությունը նշանագի այդ Հիսուսի սիրելը և նշանագի միևնույն ադեմ որ թե ինչպես որ ինքը քնած խաչ, ադի խաչի պիտի առաջնորդե, ադի իրեն մախան, իքին իր կյանքին պիտի արժե։ Երբ որ կսե առաջին անգամ կհարցնե զիս կսիրես, ասոնց մե ավելի, ինչ է ավելի, մեր շուրջը նայեցեք, ինչ է ավելի պետք է Հիսուսի սիրենք։ Արդյոք Պետրոսի բարակային աշակերտներեն ավելի, ուրգանեն ավելի, ծկնորսութենեն ավելի, չեմ գիտեր թուք թրեք, այս ուրիշները ավելի, ուրիշ բան է ավելի, ուրիշ ընելիքներ է ավելի, և այսպես ամեն զիս կսիրես կսե Պետրոսի։ Եվ գուկա մեզի 10-րդ հարցումը, ինքը ուրիշ շատ հարցումներ կան, թուք կրնակ երտալ և շարունակել այս սերդողությունը, որ Հիսուս հարցումներ կհարցնե։ 10-րդ հարցումը կհարցնե նորեն Պետրոսի, կսե քու ինչ հոգդ է, թունի երդևես եկուր։ Եվ որ այս Հիսուս կհայտնե իրեն, որ ինչպիսի մահով պիտի մահանա Պետրոս, կսե որ օր պիտի կա և պիտի ձերանաս և կեզի պիտի տանին ուր որ չես ուզեր, Եվ որ ասիգա գսե թուն եկուր իմ ետևես գսե, Պետրոս գսե հապա ասիգա ինչ պիտիլլա, որուն համար գսե, Հովանեսի համար, հապա ասիգա ինչ պիտիլլա, Պետրոս գսե քու հոգդ ինչ է, թուն իմ ետևես եկուր։
Պետրոսի նման, աս Պետրոսի այս հարցումը, որ կհարցնե, ասի մեզի ալթասե, որ և ադոր մեջ շատ կփորձվինք։ Կարծես թե Պետրոս կսե, որ հաբա Հովանեսի ինչ պիտիլա, արդյոք ատտարաբանկը հավասար վերի չպաժնես, եթե ես պիտի մերնին, ինքն ադրի չմերնի, ինչու արդար չես, ինչու հավասար չես պաժներ։ Կարծես թե ադիգա իր պանելը, իրեն միտքը գբորդորը, իրեն կարծես ծևոմը դերդ կլա, որ ադի ինչ պիտի լա։ Մենք ալ այդպես չեն գներ սիրելիներ, հաջախ այդպես կնենք, երբ որ մեր աղոտներում մեջ, ինչու ես կսեմ, ինչու ես հիվանդացա, ադի չի հիվանդացա, ինչու անոր դունը այրեցա, հույսին դունը այրեցա, ինչու ես, ինչու ադիգա, ինչու ադամ եղավ։ Եվ այս հարցումները կշարունակվի և ծևոմը մեզի ամանքիստ կնեն։ Իսուս կսե որ մեզի քո հոգդ ինչ է, թունիմ ետևես եղուր, ես քեզի հետ եմ և քու միջոցավդ և քու մեջդ ընելիք ունիմ, հատուկ ընելիք ունիմ։ Եթե Պետրոս նշանագեց Հիսուս, որ Պետրոս եկեղեցին հովիվը ըլլա և եկեղեցին հովվե, միս կողմեն կտեսնենք, որ Հովանեսի տվա, որ վգա ըլլա, վգայությունն է և կտեսնենք Հովանես կսե, ինչպես որ տեսանք, շոշապեցինք, լսեցինք, կպատմենք կսե, պատմեց։ Կտեսնենք, որ Պողոսի ուրիշ պամը տվա, որ երթա ավետարան է, Քրիստոսի ավետարանը քարոզ է, մինչև երթին ծայրերը։ Ամեն մեկուս սիրելիներ Իսուս պամը տված է, կարևորը ադե, որ մենք իրեն ետևեն երթանք։ Քանի որ մեր փառքը ոչ փախտատության մեջ է, ոչ մրցակցության մեջ է, մեր փառքը ծառայության մեջ է։ Մեր փառքը մեր հավատարմության մեջ է Իսուս Քրիստոսին։ Կարևոր է, որ մենք Իսուսի ցայնը լսենք ինձի հետևիր, կողոքդ ինչ է, ինձի հետևիր միայն։ Եվ այսպես ասիգա բավական դերևս հոգնեցուցի ցեզի աս հարցումներով, բայց վերջին նորեն երկմը գա որ մեզի նորեն կհարցնե, որ այս բոլորի մեջ մենք ինչ կնենք։ Թուն ինչ տվիր ինձի, քեզ համար կյանք ստվի, որպեսզի թուն ապրիս, անքին արյունս հեղի, որ մահեմ ազատիս։ Թողի դունս աթորս եկա փնտրելու քեզ։ Այս ամենը թողի քեզ համար, թուն ինչ ըրիր հոժար, թուն ինչ կնես հոժար։ Ես երկինքեմ պերի քեզ մեղած թողություն, և թուն է երկերի դվի ազատություն։ Քեզի անհուն շնորհ պերի, թուն ինչ պերիր ինձի։ Աղոթենք։ Սիրելիներ, շնորհակալ ենք, որ թուն գայցել ես մեզ, և մեր սրտի թուրերը կզարնես, որպեսզի քեզի պատասխանենք։ Ով դեր կհարցնես մեզ այս հարցումները, օգնե որ մեր սրտերը բանանք և քեզի տանք, քեզ սիրենք և քեզի հավատարիմ մնանք։ Մեր փրկին խաչյալ, հարուսյալ, հաղթական փրկին անունով կաղոթենք։ Ամեն։